Հոր եւ Որդու եւ Ոգին Սրբու ամեն։ Սիրելիներ, 4-րդ կիրակին է մեծ պահքի եւ կոչվում է տնտեսի կիրակի։ Հիմա կընթերցենք Ղուկաս ավետարան 16-րդ գլուխ առաջի համարից։ Հիսուս ասում է իր աշակերտներին. մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ եւ նրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե վատնում է իր տիրոջ ունեցվածքը։ Իրականության մեջ այո, մեծահարուստ է, շատ հարուստ անձնավորություն եւ տնտես ուներ։ Տնտեսը գործերի կառավարիչ կարելի ասել, ամբողջ եւ ունեցվածքի եւ տան ընտանիքի ամբողջ հարցերի կառավարիչ էր համարվում։ Այսինքն այդ տան ընտանիքի մի անդամն էր, սա աշխատող չէր, ամսով գար աշխատել գնալ, ինքը դառնում էր այդ ընտանիքի մեկ անդամը։ Եվ տեսեք ինչ է տեղի ունենում օրերից մի օր։ Տերը կանչեց նրան եւ ասաց. այսինչ եմ լսում քո մասին։ Տուր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող։ Ժորդ, ամբաստանությունը դեռևս չի նշանակում, որ այդ մարդը մեղադրյալ է։ Շատերի մասին նախանձությունից ելնելով, չարությունից, չկամությունից, նախանձից մի խոսքով, մեկը մյուսի ոտի տակը փորում են։ Հիմա էլ կա, մեր օրերում էլ կա, այնպես չի, որ դա վերացել է։ Ամբաստանում է եւ Տերը կանչում է, ասում է, ինչ եմ լսում քեզանից։ Երկրորդ սխալը, որ Տերը մի հոգու է լսում, Տերը շատերին պիտի լսի։ Դուք տեսել եք Եհովայի վկաները, որ փողոցում երկու գնում են քարոզելու, մարդկանց որսալու։ Այո, որտեվ ասում է երկուսի վկայությունը ճշմարիտ է, որտեվ 5 տականում գրված է։ Երբ որ մեկին պիտի դատես, հատկապես որ նման ամբաստանություն է եղել, մարդուն ասում են, որ ինքը գող է։ Մի հոգու մի լսի, մի քանի հոգու պիտի լսես, եւ բոլորի խոսքը մեկը պիտի լինի։ Դրա համար ասում է 2 կամ 3 հոգով նույն բանը պիտի ասեն, որ դա համարվի ճշմարիտ։ Այս մարդը լսելով Տերը ամբաստանություն առանց երկար բարակ մտածելու, ինքը անիրավ որոշում է կայացնում։ Ասում է տուր տնտեսության քո հաշիվը, հաշվետվություն ներկայացրու։ Նկատի էլ չի առնում, որ նկատի չի ունենում այն հանգամանքը, որ այս տնտեսը իր տան անդամն է, իր ընտանիքի անդամն է։ Ժորդ, մի մտածեք, թե նույնիսկ սա կառավարիչ է, չէ, նույնիսկ մարդիկ, ովքեր որ ծառաներ են ունեցել իրենց տանը, իրենք ծառաներին վերաբերվել են իրենց ընտանիքի անդամների, իրենց զավակների պես։ Շատ քչերն են, որ կարող էին վատ վերաբերվել ծառաներին։ Ծառաները տան մեջ ապրել են, ամեն ինչ իմացել են, ամեն ինչ։ Իրենք դարձել են ընտանիքի անդամ, այսպես էլ էս տնտեսն էր։ Եվ հետո տնտեսը արդեն ինչ է մտածում, ինքն էլ մտածում է անապահով ապագա է ունենալու, որովհետև ասում է ինչ պիտի անեմ սրանից հետո, երբ տնտեսությունը ինձանից վերցնում են։ Հողի վրա չեմ կարող աշխատել, մուրալ ամաչում եմ։ Ամբողջ կյանքը ինքը աշխատել էր տնտես, հաշիվների հետ է գործ ունեցել, ֆիզիկական աշխատանք չի արել եւ ամաչում է, որտեւ իր կարգավիճակը այնպես է, իրենք ամաչում է փող մուրալ։ Ինչ պիտի անի։ Սա մեր համար եւս մի, ուրեմն, երիտասարդներ, ովքեր կյանք են սկսում, հիշեք, որ մեկ մասնագիտությունը լավ է, բայց ճիշտ է երկրորդն էլ ունենալ։ Անպայման ինչ-որ բան սովորեք։ Անպայման։ Որտեղ չգիտենք, թե կյանքում ինչ հանգամանքներում մենք կհայտնվենք, ուր կհայտնվենք, ինչ վիճակում կլինենք։ Մենք նույնիսկ հեքիաթ ունենք, չէ, այդպիսի Անահիտ եւ Վաչագան, այնտեղ կարծեմ խալի է, չէ գործում ինքը, կարպետ, հիշեք, հետաքրքիր ուսուցողական պատմություն է հատկապես մեր մատաղ սերնդի համար։ Եվ ինքը ինչ է մտածում,
Ցում է մտածել ինչ կարող եմ անել եւ պարտապաններին հերթով կանչում է, ասում է ինչքան պարտք ունես իմ տիրոջը, նա ասում է 100 տակառիկ ձեթ, ասում է դե հիմա այս պարտամուրը հակը ջնջում ենք, դարձնում ենք 50, զեղչեր է անում, մյուսը ինչքան պարտք ունես 500 պարկ ծորեն, վերցրու եւ գրի 400 պարկ, այսպես զեղչեր է անում բոլորի համար, որպեսի հետագայում ինքը կարողանա այդ մարդկանց միջոցով կամ ոտքի կանգնի, կամ այդ մարդկանց տան ասում է տեղ գտնեմ, թեկուզ իրեն օգնեն, հասկանում եք ինքը իր ապագան է, ուրեմն կարգավորում։ Հիմա այս բանը կարևոր չէ, ինքը սխալ է անում, ճիշտ է անում, որտեղ առակի իմաստից չեմ ուզում շեղվենք, տեսնենք ինչ է լինում հետո։ Որոշ ժամանակ հետո, որոշ ժամանակ անցնում է, չէ որ տնտեսը, նաև այդ տերը գիտեր որ չէ, անիրավ ձևով է հաներ աշխատանքից տնտեսին։ Ինչ է անում ինքը։ Տերը իմանում է, որ տնտեսը նման գործեր է արել։ Եվ այստեղ իրեն ասում են, եւ ինքը պարզ է, այստեղ ասում է Տերը գովեց անիրավ տնտեսին։ Այստեղ միշտ այսպես հակասություն կա, ասում են ինչպես կարող է տուժված մարդը գովել։ Այո, ցածր մարդը չի կարող գովել, իսկ ով որ մի քիչ ավելի մտահորիզոնը մեծ է, կամ ավելի շատ է մտածել այդ մասին, որ իր սխալները նույնիսկ ինչ ձևով կարող է ինքը մաքրել, կամ պարգևատրել, այդ տնտեսին իրեն պարգևատրել է արդեն։ Ինչ որտեղ խղճի հանգստություն է նաև ունենում, եւ ասում է այ քեզ հնարամտություն, այ քեզ ճարտարամտություն, այ քեզ հեռատեսություն, սա նշանակում է գովաբանել, ոչ թե դրել է կենացն է խմել կամ կանչել է պարգևատրել է, ինքը կարողացել է ամբողջ իրերին այդ վերևից նայել, հեռվից ու հասկանալ, որ տնտեսը հնարամտություն է արել, ճարտարամտություն է արել, իմաստությամբ է վարվել։ Սրա մասին է խոսքը, այսինքն եթե այդպես նայենք ինքը լավ խոսք է ասել, կարծես թե գովում է բան տնտեսին։ Սա է պարզ այդ բացատրությունը այս ամեն ինչի, երբ որ կարդա կամ շատերը կասեն դժվար հասկանալի, ընդհանրապես դժվար հասկանալի չէ այդ հատվածը։ Մենք էլ կարողանում ենք շատերս կարողանում ենք իրերին վերևից նայել, կողքից նայելու կարողություն է, որ մարդուն թույլ է տալի իրականությունը ճիշտ գնահատել։ Եվ սրանից հետո հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, շարունակությունը։ Ասում է, որովհետև հնարամտությամբ գործեց, այսինքն Տերը գովեց այդ հնարամտությունը, ոչ թե տնտեսին, այլ հնարամտությունը, ճարտարամտությունը, իմաստությունը, կամ դրանով հիացավ, ինչ ճարտարամտություն, հեռատեսություն ունեցավ սա։ Եվ ավելացնում է, քանի որ այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ։ Ժորդ, այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են։ Մենք մեր շահի համար ամեն հնար գործում ենք, որպեսզի ունենանք հաջողություններ, ունենանք ֆինանսական ապահովիճակ, շահ ունենանք, ամեն ինչ անում ենք մեր օգուտի համար, շատ բան ենք անում, ժորդ։ Հնարամիտ ենք, բայց լույսի որդիները, այսինքն քրիստոնյաները, իրենց տեսակի մեջ, իրենց սերնդի մեջ այդ հնարամտությունը չունեն։ Աշխարհիկ մտածող մարդը շատ ավելի հնարամիտ է, հեռատես, քան հոգևորը։ Ոչ թե հոգևոր մարդը աշխարհիկ հարցերում չէ, հոգևոր հարցերում։ Մենք ավելի երբեմն զիջում ենք, երբեմն ավելի հեռու կանգնում, երբեմն ավելի այսպես որպեսի սխալ չանենք, քայլեր չենք անում։ Հետո նաև հնարամտություն գործելու համար աշխարհի որդիները խաբեությունների են դիմում, մեքենայությունների են դիմում, խորամանկության են դիմում, իսկ այդ ամեն ինչը խորթ է, հոգևոր մարդու համար խորթ է, եւ հոգևոր ասպարեզում էլ է խորթ, չի կարելի։ Տեսեք օրինակի համար առաքյալը Պողոս ասում է զգույշ եղեք, որպեսզի ձեր հավատքը մարդկային ճարտարամտության արդյունք չլինի, հետևանք չլինի։
որպեսզի նույնիսկ մարդուն խաբելով չբերեն հավատքի։ Օրինակի համար կան կրոնական ուղղություններ, ասում են, եկեք մտեք մեր մեջ ու դուք կհարստանաք։ Սա մարդկային ճարտարամտություն է, որ օգտագործում են, թույլ տվեք ասելու, աղանդավորները։ Ասում են աղանդավորական երկրները ավելի հարուստ են, քան են երկրները, ովքեր որ ունեն պատմական եկեղեցիներ, հին եկեղեցիները։ Սրանք մարդկային ճարտարամտություններ են, սրանք խաբեություններ են։ Ես էլ ասում եմ, հրեաներն են, հին եկեղեցի են, հին ազգ են, հին հավատք ունեն, ամբողջ աշխարհի փող իրենց ձեռքն են։ Այնպես որ ամեն հարց իր պատասխան ունի, այդպես միամիտ չի կարելի լինել։ Հիմա շարունակենք տեսնենք ինչ է ասում Տերը առաքից հետո։ Ասում է անիրավ մամոնայից, մամոնան գումարն է փողը, ձեզ համար բարեկամներ արեք, բարեկամներ ստեղծեք, որպեսզի երբ այն պակասի հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ։ Այսինքն ունեցվածքը չար նպատակով մի օգտագործեք, ունեցվածքը վատ բան չէ, կարող եք հարստանալ, բայց ապրեք այնպես, որ կարծես թե դուք հարուստ չեք, որտեվ եթե մտածեցիք, որ դուք հարուստ եք, դուք մյուսներին կարհամար եք, կմտեք համեմատության մեջ եւ կասեք ես հարուստ եմ, այն մյուսը աղքատ է, ես վերևից պիտի նայեմ իրեն, ինքը ներքև պիտի լինի։ Անարդար մոտեցում կլինի սա, անարդար վիճակ։ Չէ՞ որ եկեղեցում ասում ենք բոլորը Աստծո առաջ հավասար են։ Շատ դեպքերում ստիպված ասում ենք եկեղեցում գոնե հավասար պայեք իրար։ Բոլորն Աստծո առաջ հավասար են։ Բայց գումար վաստակելը մեղք չէ։ Այդ գումարը ճիշտ օգտագործելն է, դա զենքի պես է, կարող ես հաց կտրել դանակի պես, կարող ես մարդը սպանել։ Խնդիրը այստեղից է գալիս, որ այդ մարդը հասկանա, որ մարդ չի կարելի սպանել, այլ այդ դանակը բարօրության համար է տրված, որ կարտոշկա պիտի մաքրեն կտրտեն, չգիտես հաց կամ մեկ ուրիշ բան, կամ ծառ պիտի քայթ կոտորեն։ Եվ ասում է քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է, քչի մեջ անիրավը շատի մեջ էլ անիրավ է։ Եթե փոքր հարցերում ասում է մարդը սխալ է գործում, ասենք թե ընդունենք թե լավ, ժողովրդի մեջ լավ խոսք ասում են, խոսք բերողը խոսքել է տանում։ Եթե մեկը գալիս է ձեր մոտ բամբասում է ուրիշից, վատ բաներ է խոսում, ուրեմն վստահ իմացեք, որ ձեզանից էլ ուրիշի մոտ կխոսա։ Եթե մեկը փոքր բաներ է տեսնում, գողանում է, ձեռքից գողը, մեծ բաներ տվեցից շատը կգողանա։ Եթե հավատարիմ է մարդը, միշտ էլ հավատարիմ կլինի, սրա մասին է խոսքը։ Խոսքը թաքնված մարդու մասին չի, ով իրեն չի ճանաչում։ Երբ որ մարդը կարող է գայթակղվել, սա թուլության մասին է խոսում, երբ որ մարդը գայթակղվում է, մարդը գայթակղվում եւ գողություն անում, հանկարծ ոսկի դրած լինի, ժողովուրդ, ուրիշի տուն էլ մտնում եք, այո, ոսկին լցրած է, դա մետաղ է, դա իրենից ոչինչ չի ներկայացնում ձեր համար, ձեր անունը ոսկուց բարձր է, մեր անունը բոլորիս։ Եթե գումարներ կա դրված, մենք գումարից ավելի թանկ ենք։ Դրամատները զգուշացնում է, որ երևություն։ Արդ, եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, այսինքն ֆինանսական, նյութական, փողային հարցերում մաքուր չեղաք, ձեզ ով կվստահի ճշմարիտը։ Ուղիղ իմաստով սա է, եթե մաքուր չապրեցիք, հավիտենական կյանքից կզրկվեք, ասում է։ Եթե մաքուր չապրեցիք, եթե ճիշտ չեղաք, հավատարիմ չեղաք, փողին գերի դարձաք, փողը գերիշխեց ձեր վրա, ունեցվածքը սեղմեց ձեր մտածողություն եւ դուք սկսեցիք ուրիշ կերպ մտածել։ Ուրեմն հավիտենականը չենք ստանալու, կամ ճշմարիտը հենց ինքը հավիտենական է։ Եթե օտարինը եղող բանի մեջ հավատարիմ չեղաք, ձերը ով կտա ձեզ։ Օտարի ունեցվածքի վրա կառավարիչ եք, այսպես եթե նայենք մարդը կառավարիչ է ժողովուրդ, տնտես է։ Մեր այսօրվա շարականը հետաքրքիր է, երկրորդ տուն ասում է, որ
Առաջինը ստեղծեցիր իմանալի աշխարհը, հրեշտակների մասին է խոսքում, երկրորդը ստեղծեցիր զգալի աշխարհը, զգացական աշխարհը, նյութական աշխարհը, շոշափելի աշխարհը, եւ այնտեղ առաջին մարդուն տնտես կարգեցիր։ Առաջին մարդուն տնտես կարգեցիր, վերակացու կարգեցիր, պատասխանատու կարգեցիր, Ադամի մասին է խոսքը։ Եվ պարզ է, որ հասկանալի է, հենց առաջին մարդն էլ որպես տնտես անհավատարիմ գտնվեց։ Մարդու մեջ կա, դրա համար անդադ Աստված զգուշացնում է, հավատարիմ եղեք եւ ձեր ունեցվածքի եւ ուրիշի ունեցվածքի մեջ։ Սա էր, որ ուզում էի խոսենք, որտեղ նաեւ ավելացնում է, ասում է ոչ մեկ երկու տիրոջ չի կարող ծառայել։ Եթե մեկին ատի, մյուսին կսիրի, մեկին մեծարի, մյուսին կառամարի, չեք կարող ծառայել Աստծուն եւ մամոնային։ Սա նա էր, որ ասում է Աստծուն փողին գերի չլինեք, չեք կարող, եթե փողին գերի եք, փողը ձեզ ստիպելու է աշխարհիկ ճարտարամտություններով, խաբեություններով գնալ թվացյալ հաջողությունների, խտող, բայց Աստված ասում է մաքուր ապրեք, ճիշտ ապրեք, հատկապես էլ հիմա պահքի մենք էլ ուզում ենք պահքի մասին, այսպես մտածենք, ունեցվածքի հետ կապված, հատկապես ուրիշների ունեցվածքի, շատ զգույշ պիտի լինենք, նաև մեր նկատմամբ էլ, մենք էլ մեր ունեցվածքի նկատմամբ էլ, որտեղ եթե մեր ունեցվածքի նկատմամբ էլ մենք արհամարական վերաբերմունք ունեցանք, այսօր շատ գեղեցիկ խոսք է, եթե մարդը չի հետևում իր առողջությանը, չի հետևում իրեն, ինքը ուրիշի մասին չի մտածի էլ։ Սա աշխարհիկ իմաստով է ասում, բայց նաև արմատները հոգևոր են, մարդը նաև իր մասին պիտի մտածի։ Արդար լինի նկատմամբ, մաքուր լինի, որ տեսնեն արդար մաքուր մարդ է եւ արդար ու մաքուր կլինի բոլորի նկատմամբ։ Աստված զորացնի յուրաքանչյուրիս, շնորհներով զարդարի իմաստությամբ, բարուրի, ամեն։